Երեք այետլազ, Նիբուրու, կարմիր փոշին կծածկի երկիրը, գաղտնիքների գիրքը։ Երեք այետլազից ստացված Սուանու երկու գիսաստղի պատկերը երեք այետլազը, որը ցույց է տալիս Սուան գիսաստղի պոչի աճը, երեք այետլազի բախման կամ ուղղության փոփոխության մասին պնդումները ապացույցներ չունեն չեն կարող հաստատվել։ Նույնը վերաբերում է երեք այետլազի կողմից ճառագայթված չափի մեծացմանը, քանի որ գիսաստղի միջուկը շրջապատող կանաչ գազի թաղանթը գնահատվում է 300,000 կիլոմետր։ Գիսաստղերի ատլասի վերադարձը հաստատում է հայտնություն գրքում նկարագրված մեկը մյուսի հետից տեղի ունեցող իրադարձությունների գրավոր խոսքը։ Երեք այետլազը գիսաստղերի մի խումբ կբերի արեգակնային համակարգի ներքին մաս, իսկ Սուանու երկու գիսաստղը կհատի երկրի ուղեծիրը երկրի անցնելուց հետո։ Գիսաստղի անցնելուց հետո ամեն տարի երկիրը կանցնի Սվան գիսաստղի բեկորների պոչի միջով։ Սա այն ժամանակի սկիզբն է, երբ երկիրը կծածկվի գիսաստղի փոշով, գիսաստղերի խմբի, ներքին արեգակնային համակարգ մտնելուց հետո։ Ինչպես անցյալում կան բազմաթիվ դեպքեր, երբ գիսաստղի փոշին ընկնում է երկրի վրա, ջուրը կարմիր դարձնելով, հատկապես այն պատճառով, որ երկիրը ծածկող գիսաստղի փոշու ընդհանուր ծավալը կարող է գերազանցել 50 միլիարդ տոննան 2025 թվականին։ Կարմիր երանգի մայրամուտը ցույց է տալիս, որ գիսաստղի փոշին մտնում է մթնոլորտ, նմանապես կարմիր երանգի արածակը կնշանակի, որ գիսաստղի կարմիր փոշին ծածկում է մոլորակի երկու կողմերը։ Գիսաստղի փոշու ազդեցությունը երկրի վրա կստեղծի կարմիր երանգի մշուշ, որը կծածկի երկինքը արածակից մինչ մայրամուտ։ Ամբողջական գնահատականը հասանելի կլինի Patreon-ի բաժանորդների համար 16 լեզուներով, հատուկ առաջարկի միջոցով ներբեռնելու համար, կտրամադրի արժեքավոր թարմացումներ հոկտեմբեր ամսվա համար, մինչ Նիբուրու անցումը անցնի։